Հազարավոր հայեր ձմռանը երզնկայից նահանջում են դեպի Էրզրում։ Նրանցից շատերը չհասան իրենց նպատակներին։ Նրանց առաջնորդում էր մեծն ռազմիկ Սեբաստացի Մուրադը։ Ինչու է նա գնում Էրզրում։ Էրզրումը արևմտյան Հայաստանի սիրտն ու բանալին էր։ Շուտով տեղի ունենում մի ճակատամարտ, որը կանխորոշում է ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի ապագան տասնամյակներով, գուցե եւ դարերով։ Բարև ձեզ։ Ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Վերջերս մեր թողարկումներից մեկում մենք խոսել ենք Կարսի կորստի եւ մեր ապագայի վրա թողած դրա ծանր հետևանքների մասին, որոնք արտահայտվում են մինչեւ այսօր։ Դիտելով այս եւ Կարսի մասին մեր թողարկումները, դուք կարող եք ամբողջությամբ պատկերացում կազմել տվյալ ժամանակահատվածում մեր հայրենիքի հետ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին։ Ինչ տեղի ունեցավ մինչեւ Կարսի կորուստը եւ ինչ նշանակություն ուներ Էրզրումի անկումը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք թողարկումով, եթե այն հավանեցիք, եւ սկսենք։ Էրզրումը Օսմանյան կայսրության կարևորագույն քաղաքներից մեկն էր, եւ Օսմանյան եւ ռուսական կայսրությունները հասկանում էին քաղաքի ռազմավարական նշանակությունը։ Ով կառավարում է քաղաքը, նա վերահսկում է Թուրքիայի արևելյան հատվածը։ 1000 տարի քաղաքն իր բնիկ հայ բնակչությամբ վերահսկվել է տարբեր նվաճողների կողմից՝ Հռոմ, Բյուզանդիա, արաբներ եւ թուրքեր։ Եվ ահա 1917 թվականին եկավ այն պատմական պահը, երբ քաղաքը գործնականում վերահսկվում էր հայերի կողմից։ Ինչպես դա եղավ։ Դարեր անց հայերը ոչ միայն քաղաքի տերն էին պատմական արդարության տեսանկյունից, այլև փաստացի։ Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Թուրքիան կրեց աղետալի կորուստներ։ Ռուսական զորքերը մտան արևմտյան Հայաստանի խորքերը եւ գրավեցին ոչ միայն Էրզրումը, այլև Սևծովյան տրապիզոնը, արևմտահայ Վանն ու Երզնկան, ինչպես նաեւ վերահսկում էին Մուշը։ Կարծես թե ցեղասպանության ողբերգությունից հետո հայերի համար ստեղծվել էր պատմական հնարավորություն վերամիավորման համար։ Սկսվեց նոր փորձությունների ժամանակաշրջան, որը պահանջում էր արագ եւ վճռական որոշումների ընդունում եւ ամենակարևորը՝ հստակ կողմնորոշում արագ փոխվող աշխարհաքաղաքական իրականությունում։ 1917 թվականի մարտին ռուսական կայսրությունում տեղի է ունենում հեղափոխություն։ Նիկոլայ II ցարը կորցնում է իշխանությունը, ձևավորվում է դեմոկրատական Ռուսաստանի կառավարությունը։ Ռուսաստանի ռազմական նախարար, ապա նաև վարչապետ Կերենսկին հասկանում էր այն վտանգները, որոնք կարող են գալ պարտված, բայց ոչ վերջնականապես ջախջախված Թուրքիայից, եւ թույլատրեց հայերին ձևավորել իրենց սեփական բանակը։ Հարավային Կովկասի 3 ազգերից թվով ու հզորությամբ ամենամեծ ներուժը ունեին հայերը։ Դա հասկանում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում։ Հայերն այս լուրն ընդունեցին մեծ ոգևորությամբ եւ Թիֆլիսում կազմակերպեցին կամավորական կորպուս, որտեղ կարող էին գրանցվել ցանկացողները իրենց պատմական հայրենիքի պաշտպանության համար։